Երեք ամերիկացի ձերբակալվել են ահաբեկչական ծրագրերի համար, նրանք փորձել են աջակցել իսլամական պետությանը։ Խմբի անդամները նպատակ են ունեցել սպանել ԱՄՆ զինվորականներին։ Այս մասին հայտնում է Արդարադատության նախարարությունը, կասկածյալները Կալիֆոռնիայից և Կանզասից են։ Նրանք գումար են փոխանցել ահաբեկիչներին դրոններ գնելու համար։ Կասկածյալները հավատարմության երդում էին տվել իսլամական պետության ղեկավարին, նրանցից մեկը գրել էր, թե ինքը կցանկանար սպանել 300 միլիոն ամերիկացու։ Դեպքը բացահայտել է FBI-ի ահաբեկչության դեմ պայքարի խումբը։ Կասկածյալները ցանկացել են մեկնել արտերկիր կռվելու համար։ Նրանք մեղադրվում են օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությանը նյութապես օգնություն ցուցաբերելու մեջ։ Դեպքի մանրամասները կներկայացվեն դատական գործընթացի ժամանակ։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Ողբերգություն Լուիզիանայի կալանավայրում մահեր անմարդկային պայմանների ֆոնին։ Կալիֆոռնիան պատերազմ է հայտարարում գնաճին, ստեղծվել է հատուկ թիմ։ Միլիոնատերերը ռինգում, միլիարդատերերը հանդիսատեսի աթոռին։ Մենամարտի վայրը Սպիտակ տան գազոնն է։ Ոստիկանությունից փախչողը ալիգատորի երախում, անհաջողակ փախստականը կալանավորվել է։ Արդյոք Լոս Անջելեսում վաճառքի հարկը կբարձրանա, ինչ են հուշում քվեարկության ընթացիկ արդյունքները։ Իսկ թողարկման երկրորդ հատվածում պատմելու ենք Գլենդելի հայ քաղաքապետերի մասին։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին, ես Լենա Կարապետյանն եմ, ինչպես միշտ ձեզ կներկայացնեմ Ամերիկայում տեղի ունեցող ամենահետաքրքիր ու կարևոր թեմաները։ Լուիզիանայի ներգաղթյալների կալանավայրում վերջին 2 ամսում երկրորդ մահն է գրանցվել։ Վրաստանի քաղաքացին մահացել է հինգշաբթի օրը։ Նա կալանքի տակ էր գրեթե 4 ամիս։ Տղամարդը հանցագործ անցյալ չի ունեցել։ Նա հայտնաբերվել էր անգիտակից վիճակում կալանավայրում։ Կյանքը փրկելու փորձերը անհաջող են անցել։ Սա տարվա սկզբից ի վեր 19-րդ նման դեպքն է։ Ապրիլին նույն կենտրոնում մահացել էր Ալեխանդրո Կլեմենտեն։ Դատաբժշկական փորձաքննությունը նրա մահը որակել է բնական, սակայն կալանավայրում առկա են լուրջ խնդիրներ։ Վերջին ստուգումները բացահայտել են անմարդկային պայմաններ։ Գրանցվել են սննդի և բժշկական օգնության թերություններ, շենքը վթարային է, բժշկական փաստաթղթերը թերի։ Արձանագրվել են կալանավորների նկատմամբ ուժի կիրառման դեպքեր։ Կալանավայրը ղեկավարվում է շերիֆի և մասնավոր ընկերության կողմից։ Իշխանությունները հերքում են իրենց ուղղված մեղադրանքները, մահվան վերջին դեպքի հետ կապված հետաքննությունը դեռ շարունակվում է։ Իրան-Իսրայել ուղղակի հարվածների փոխանակումը և լարվածության նոր ալիքը դժվարկացության մեջ է դրել Նեթանյահուին։ Իսրայելի վարչապետին ներսից ճնշում են սեփական ընտրողները, իսկ դրսից ԱՄՆ նախագահը։ Ընտրություններին մնացել են ընդամենը ամիսներ, հերթական սկանդալն էլ ստեղծել էր Թրամփը, նրան հրապարակավ անվանելով խելագար։ Նոր բախումները Իսրայելում սրել են ներքին քաղաքական լարվածությունը։ Պատերազմի կողմնակիցների թիվը կտրուկ նվազել է։ Մարտ ամսին այն 60% էր։ Մայիսին Իսրայելում հարցվածների ընդամենը 27%-ն է կողմ արտահայտվել Իրանի դեմ պատերազմին։ Վերջին սրացման ժամանակ իրանական հրթիռները Իսրայելում չեն հասել իրենց նպատակակետերին։ Զոհեր և վիրավորներ չեն գրանցվել։ Լարվածության հերթական աճից հետո Մերձավոր Արևելքում իրավիճակը կարծես նորից հանդարտվում է։ Մի շարք վերլուծաբանների համոզմամբ այս փուլում բոլոր հիմնական խաղացողներն էլ նախընտրում են բանակցությունները և ոչ թե նոր բացահայտ առճակատումը։ Իրանի պատերազմի հետևանքով ինքնաթիռների վառելիքի գինը կրկնապատկվել է։ Ավիաընկերությունները ստիպված են կրճատել չվերթները և թանկացնել տոմսերը, գնաճի բեռի հիմնական մասը փոխանցելով սպառողներին, այս դեպքում ուղևորներին։ Ուղեբեռի վճարները նույնպես աճել են։ Որոշ ընկերություններ ավելացրել են վառելիքային հավելավճարներ։ Սպառողներն այժմ ճամփորդելու ավելի քիչ հնարավորություն ունեն։ Շատերի համար ամառային հանգիստը դարձել է անհասանելի։ Ավիացիան դադարում է մատչելի ծառայություն լինել։ Իրավիճակը կարող է տևել ամիսներ կամ նույնիսկ տարիներ։ Ոլորտի մասնագետները կանխատեսում են հնարավոր սնանկացումներ։ Մեծ ռիսկի տակ են հատկապես ցածր գնային քաղաքականություն վարող ավիաընկերությունները։ Ավիաոլորտին պատերազմի հասցրած վնասը արդեն կազմում է ավելի քան 15 միլիարդ դոլար։ Փորձագետները զգուշացնում են, այս թիվը դեռ աճելու է։
Կալիֆորնիայի իշխանությունները հոգնել են անհիմն թանկացումներից, գլխավոր դատախազը ստեղծել է հատուկ խումբ, այն կոչվում է մատչելիության արձագանքման թիմ։ Թիմը հետաքննում է գնաճի դեպքերը, այն կթիրախավորի կորպորացիաներին, վարձատուներին և վարկատուներին։ Թիմը կուսումնասիրի սննդի և բնակարանների գները, ուշադրության կենտրոնում կլինեն նաև բուժօգնության ու կոմունալ վճարները։ Ճգնաժամը ծանր է նստում ցածր եկամուտ ունեցողների վրա, տվյալները ցույց են տալիս երիտասարդների 23%-ը աղքատ է։ Յուրաքանչյուր 10 բնակչից 7-ը բժշկական ծախսերից է տուժում։ Այս խնդիրը հատկապես ազդում է հաշմանդամություն ունեցող անձանց վրա։ Իշխանությունները նախկինում բացահայտել են խոշոր խարդախություններ։ Կալիֆորնիացիները կարող են բողոքներ ներկայացնել առցանց հարթակում։ Այդ հնարավորությունը հասանելի է Դոջի կայքում։ Լոս Անջելեսը ամեն դեպքում կմնա դեմոկրատներին գործող քաղաքապետ Քարեն Բասը նոյեմբերին կմրցի Նիթիա Ռամանի հետ։ Այս երկու թեկնածուներն են հավաքել ամենաշատ ձայները։ Ռամանը Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ է։ Նա առաջ է անցել հանրապետական Փրեթից։ Թրամփը դրական էր արտահայտվել Փրեթի մասին, սակայն հեռուստաաստղը դուրս մնաց հետագա պայքարից։ Նոյեմբերին Լոս Անջելեսի բնակիչները ընտրություն կկատարեն երկու դեմոկրատների մեջ։ Քաղաքապետ Բասի վարկանիշը ցածր էր անցյալ տարվա աղետալի հրդեհներից հետո։ Բասի եւ Ռամանի մրցակցությունը կլինի բավականին լարված։ Հարցումների համաձայն Ռամանը կարող է ստանալ 32, իսկ Բասը 28% աջակցություն։ Հարցվածների 40%-ը հարցման պահին դեռ չէր կողմնորոշվել։ Թրամփի սահմանած $100,000 տուրքը չեղարկվեց, դատարանը այն որակեց որպես անօրինական հարկ։ Խոսքը H-1B վիզաների համար նախատեսված վճարների մասին է։ Այն նախատեսվում էր բարձր որակավորում ունեցող օտարերկրյա մասնագետների համար։ Վարչակազմը պնդում է, որ դա տուգանք է։ Դատավորը համաձայն չէ այդ մոտեցման հետ։ Նա նշել է, որ Կոնգրեսը նման հարկ սահմանելու թույլտվություն չի տվել, իսկ նախագահը չունի նման տուրքեր սահմանելու իրավասություն։ Սպիտակ տունը դեռ չի արձագանքել դատարանի այս վճռին։ H-1B ծրագիրը տարեկան տրամադրում է 85,000 վիզա, որից 20,000-ը գիտական աստիճան ունեցողների համար։ Այդ աշխատողները ԱՄՆ-ում մնում են 3-ից 6 տարի։ Նախկինում վիզայի արժեքը $2,000-ից $5,000 էր։ Թրամփի հրամանով կտրուկ թանկանալուց հետո այդ վիզաների պահանջարկը գրեթե 100 անգամ նվազել է։ Թրամփի աջակիցները պատրաստվում են $1 միլիոն վճարել 1 տոմսի համար։ Դրա մահավաքը տեղի կունենա շաբաթ օրը Վիրջինիայում, իսկ հաջորդ կիրակի օրը Սպիտակ տանը UFC-ի մարտերն են։ Սա Թրամփի 80-ամյակին նվիրված միջոցառումների մի մասն է։ Դրա մահավաքից ստացված գումարը կօգտագործվի սպասվող միջանկյալ ընտրություններում։ Հատուկ այդ օրվա համար Սպիտակ տան դիմաց կառուցվել է հսկայական ռինգ։ Այս միջոցառումը դարձել է դատական հայցի առարկա։ Public Integrity Project-ը փորձում է արգելել այն։ Նրանք կարծում են, որ սա մասնավոր շահի համար է։ Սպիտակ տունը հայցը անհիմն է անվանել։ UFC-ն էլ սպառնացել է պատասխան հայցով դիմել իր գործունեությանը վնաս հասցնելու համար։ Ամեն դեպքում մարտերը չեն չեղարկվել։ Թրամփի 80-ամյակի միջոցառումները խոստանում են լինել աղմկոտ եւ թանկ։ ChatGPT-ին ստեղծած OpenAI ընկերությունը պատրաստվում է մուտք գործել ֆոնդային շուկա։ Սա արհեստական բանականության ոլորտի ամենասպասված գործարքներից մեկն է։ Մարտին ընկերության արժեքը հասել էր $852 միլիարդ։ Նրանք հավաքել էին $122 միլիարդ ներդրում։ Այս գումարը կօգտագործվի նոր մոդելներ եւ տվյալների կենտրոններ կառուցելու համար։ Մեկ շաբաթ առաջ նման հայտ էր ներկայացրել նաև Anthropic-ը։ Այս ընկերությունը գնահատվում է $952 միլիարդ։ Շուտով սպասվում է նաև SpaceX-ի մուտքը շուկա։ Մասկի ընկերությունը գնահատվում է $1 տրիլիոն-ից ավելի։ Ոլորտում մրցակցությունը դառնում է չափազանց սուր։ Վերջին տարիներին OpenAI-ը բախվել է բազմաթիվ դժվարությունների։ Ընկերությունը դատական վեճեր է ունեցել Մասկի հետ։ Կան նաև մեղադրանքներ անչափահաս օգտատերերի հանդեպ վնասակար ազդեցության մասին։ Ընկերությունը հերքում է բոլոր նմանատիպ պնդումները, տեխնոհսկաների մրցակցությունը շարունակվում է։ Apple-ը Siri-ին վերանվանել է Siri AI։ Ընկերությունը ձգտում է մրցակցել ChatGPT-ի հետ։ Սա 2010 թվականից ի վեր ամենամեծ փոփոխությունն է։ Տեխնոլոգիական հսկան այս մասին հայտարարել է իր ամենամյա համաժողովում։ AI-ը կօգտագործի սարքի տվյալները եւ համացանցը։ Այն կօգնի պլանավորել միջոցառումներ կամ գնումներ կատարել։ Այն ինտեգրված է ստեղնաշարի մեջ ավելի հարմար աշխատանքի համար։ Apple-ը համագործակցում է Google-ի հետ Gemini-ն օգտագործել
օգտագործելու համար։ Այնուամենայնիվ, OpenAI-ի հետ հարաբերությունները լարված են։ Ընկերությունը հայտարարել է նաև նոր ծրագրային բարելավումների մասին իր գրեթե բոլոր համակարգերի համար։ Ծառայությունը հասանելի կլինի տարեվերջին սկզբում միայն անգլերենով։ Եվրոպական միությունում և Չինաստանում այն ժամանակավորապես չի գործի։ Հանցագործը փախչում էր ոստիկաններից և հանկարծ հանդիպել է ալիգատորի։ Կենդանին փախստականի վրա է հարձակվել ճահճուտում։ Չնայած վնասվածքներին, տղամարդը շարունակել է փախուստը։ Սա իսկական մարտաֆիլմ հիշեցնող սցենար է։ 40-ամյա Ռիվասը կասկածվում էր մեքենան ոչ սթափ վարելու մեջ։ Հետապնդումը սկսվել էր Ջեֆերսոն շրջանի մայրուղում։ Նրա մեքենան բախվել էր արգելապատնեշին։ Ռիվասը փախել էր ոստիկաններից և ցատկել ճահիճը։ Հենց այստեղ էլ նրա վրա հարձակվել է ալիգատորը։ Հակառակ վնասվածքներին, տղամարդը կարողացել է ազատվել կենդանուց և շարունակել փախուստը։ Ոստիկանները անհաջողակ իրավախախտին գտել են դրոնների միջոցով։ Ռիվասը հոսպիտալացվել է, ապա տեղափոխվել կալանավայր։ Նրան առաջադրվել է տարբեր մեղադրանքներ, ներառյալ ձերբակալությանը դիմադրելը։ Գրավը կազմում է $17500։ Մեղադրանքները հաստատվելու դեպքում նրան ազատազրկում է սպառնում։ Հիմնադրումից 250 տարի անց ամերիկացիները տարբեր կերպ են տեսնում իրենց երկրի ապագան։ Շատերը հպարտ են, մյուսները խորապես մտահոգված։ Ըստ նոր հարցման, ազգի միասնությունը լուրջ փորձության է ենթարկվում։ Շատերին անհանգստացնում է ժողովրդավարության վիճակը։ Հարցվածների մեծ մասը գնահատում է Ամերիկայի բացառիկությունը, նրանք կարևորում են ազատության և հավասարության գաղափարները, սակայն հասարակությունը կիսված է ըստ քաղաքական հայացքների։ Ժողովրդավարական արժեքները շատերի համար դարձել են վիճելի։ Տնտեսական անհավասարությունը նույնպես ավելացնում է լարվածությունը, որոշ քաղաքացիներ կարոտով են հիշում անցյալի կայունությունը։ Հարցվածները տարբեր կերպ են ընկալում արդարությունը, մի մասը հավատում է համակարգի բարեփոխման անհրաժեշտությանը, մյուսները պաշտպանում են ավանդական կարգավիճակը, սակայն գերակշռողը անհանգստությունն է, որ համաշխարհային նոր զարգացումների պայմաններում անգամ ԱՄՆ-ի պես զոր գերտերությունը չի կարողանա իր քաղաքացիների համար անվտանգ միջավայր ապահովել։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, որտեղ նույնպես ամեն օր հրապարակում ենք վերջին թարմ նորությունները։ Իրավապահները Վենտուրա և Լոս Անջելես շրջաններում բացահայտել են թմրանյութերի մի մեծ ցանց։ Ձերբակալվել է 11 կասկածյալ, առգրավվել են մեծ քանակությամբ թմրանյութեր ու զենքեր։ Հայտնաբերվել են նաև կասկածելի դրամական միջոցներ։ Հանցագործները զբաղվում էին մեթամֆետամինի, ֆենտանիլի և հերոինի տարածմամբ։ Ցանցում ներգրավված են եղել բազմաթիվ օգնականներ, նրանք համակարգում էին առաքումները և իրացումը։ Ոստիկանները խուզարկել են 10 տարբեր հասցեներ, հայտնաբերվել է մոտ 20 ֆունտ տարբեր թմրամիջոց։ Դրանց թվում են կոկաինը և MDMA-ը։ Դեպքի առնչությամբ իրականացվում են լրացուցիչ ստուգումներ։ Լոս Անջելեսի շրջանի Measure ER նախաձեռնությունը կտրուկ առաջադիմել է։ Այո, քվեարկողները գերազանցել են ոչ ասողներին, տարբերությունը հասել է 13000 ձայնի։ Ընտրատարածքում դեռ մնում է 148000 չհաշվարկված քվեաթերթիկ։ Վերջնական արդյունքը պարզ կլինի երեքշաբթի օրը։ Այս նախագիծը առաջարկում է ավելացնել վաճառքի հարկը կես տոկոսով։ Այն կգործի 5 տարի, մինչև 2031 թվականը։ Լոս Անջելեսի շրջանում հարկը կդառնա 10-25%։ Պաշտոնյաները նպատակ ունեն տարեկան հավաքել $1 միլիարդ։ Գումարը կօգտագործվի հանրային առողջապահական ծառայությունների բարելավման համար։ Հարկը չի տարածվի սննդամթերքի և դեղորայքի վրա։ Ընդունվելու դեպքում փոփոխությունը ուժի մեջ կմտնի հոկտեմբերից։ Թենեսիի մայրուղին վերածվել է անսպասելի հրավառության հարթակի։ Հրավառության համար նախատեսված նյութերով լի բեռնատարը բռնկվել է հենց ճանապարհի վրա։ Սկսված պայթյունի հետևանքով պայթուցիկները ցրվել են տարբեր ուղղություններով, ճանապարհով երթևեկողները հայտնվել են վտանգավոր իրավիճակում։ Իշխանությունները որոշ ժամանակով փակել էին մայրուղին անվտանգության նկատառումներից ելնելով։ Բարեբախտաբար միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Հրդեհի հստակ պատճառը դեռևս անհայտ է։ Մաքրման աշխատանքներից հետո մայրուղին կրկին բացվել է երթևեկության համար։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, իսկ Մանու Հարությունյանը կպատմի Գլենդելի հայ քաղաքապետերի մասին, այնպես որ մնացեք մեզ հետ։ Բարև ձեզ։
Այսօր խոսելու եմ մի քաղաքի մասին, որն ամերիկահայության համար վաղուց դարձել է ոչ միայն բնակության վայր, այլև քաղաքական հաջողության խորհրդանիշ։ Խոսքը Կալիֆոռնիայի Գլենդելի մասին է, որտեղ վերջին տասնամյակներում հայերը ոչ միայն մեծ թիվ են կազմել, այլև կարևոր դեր են խաղացել քաղաքային կառավարման համակարգում։ Իսկ այդ հաջողության ամենատեսանելի արտահայտությունը հայազգի քաղաքապետերի ընտրությունն է։ Գլենդելում քաղաքապետը չի ընտրվում համաժողովրդական քվեարկությամբ։ Քաղաքային խորհրդի անդամներն են հերթափոխով ստանձնում այդ պաշտոնը, սովորաբար 1 տարվա ժամկետով։ Այդուհանդերձ քաղաքապետի պաշտոնը շարունակում է մնալ քաղաքական ազդեցության եւ հանրային հեղինակության կարևոր խորհրդանիշ։ Հենց այդ պաշտոնում հայերի ներկայությունն է դարձել հայկական համայնքի քաղաքական հասունության ցուցիչներից մեկը։ Պատմական շրջադարձը տեղի ունեցավ 1986 թվականին։ Լարի Զարյանը դարձավ Գլենդելի առաջին հայազգի քաղաքապետը։ Դրան նախորդել էր նաև եւս մեկ կարևոր իրադարձություն։ 1983 թվականին նա դարձել էր քաղաքի առաջին հայազգի խորհրդականը։ Զարյանի ընտրությունը ցույց տվեց, որ Գլենդելի աճող հայկական համայնքը սկսել է զգալի դեր խաղալ քաղաքի քաղաքական կյանքում։ Լարի Զարյանի քաղաքական ուղին բացառիկ է։ Նա քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 4 անգամ՝ 1986-ից 87, 1990-ից 91, 1993-ից 94 եւ 1997-ից 98 թվականներին։ Այդ տարիներին ձևավորվեց մի նոր ավանդույթ, որի համաձայն հայ համայնքի ներկայացուցիչները սկսեցին ավելի ակտիվ մասնակցել տեղական ինքնակառավարմանը։ Շատերի համար Զարյանը դարձավ առաջատարի եւ ճանապարհ բացողի օրինակ։ Զարյանի հաջողությունից հետո Գլենդելի քաղաքական կյանքում սկսեցին հայտնվել նոր հայ առաջնորդներ։ 2000-ականների սկզբին քաղաքապետի պաշտոնը զբաղեցրեցին Ռաֆի Մանուկյանը եւ Բոբ Յուսեֆյանը։ Եթե մինչ այդ հայազգի քաղաքապետի ընտրությունը բացառիկ երևույթ էր համարվում, ապա այս շրջանից սկսած այն դարձավ ավելի հաճախակի եւ մի տեսակ բնական գործընթաց։ Ռաֆի Մանուկյանը քաղաքապետ է եղել 2 անգամ՝ 2001-ից 2 եւ 2005-ից 6 թվականներին։ Նրան հաջորդեց Բոբ Յոսեֆյանը, որը պաշտոնավարեց 2004-ից 5 թվականներին։ Այս շրջանը կարևոր էր, քանի որ հայ համայնքն արդեն ոչ միայն ընտրող էր, այլև ակտիվորեն մասնակցում էր քաղաքի կառավարման եւ զարգացման որոշումների ընդունմանը։ Հայազգի քաղաքապետերի շարքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Արա Նաջարյանը։ Նա դարձել է Գլենդելի ամենաերկարամյա հայ քաղաքապետերից մեկը, պաշտոնը զբաղեցնելով 5 տարբեր ժամկետներում։ Նաջարյանի գործունեությունը վաղուց դուրս է եկել քաղաքի սահմաններից եւ ընդգրկել տարածաշրջանային նշանակության ծրագրեր եւ կառույցներ։ Արա Նաջարյանը քաղաքապետ է եղել 2007-ից 8, 2010-ից 11, 2015-ից 16, 2019-ից 20 եւ 2025-ից 26 թվականներին։ Նրա ղեկավարության տարիներին Գլենդելը շարունակել է զարգանալ որպես բազմազգ եւ տնտեսական առումով ակտիվ քաղաք։ Նաջարյանը նշանակալի դեր է ունեցել նաեւ Լոս Անջելեսի շրջանի տրանսպորտային ծրագրերի իրականացման գործում։ Հայ քաղաքական գործիչների հաջորդ սերնդի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկն էլ Զարեհ Սինանյանն է։ Նա քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2 անգամ եւ դարձել Գլենդելի քաղաքական կյանքի կարևոր դեմքերից մեկը։ Նրա գործունեությունը հետագայում շարունակվեց արդեն Հայաստանում, որտեղ եւս նա ստանձնեց պետական բարձր պաշտոն։ Զարեհ Սինանյանը Գլենդելի քաղաքապետ է եղել 2014-ից 15 եւ 2018-ից 19 թվականներին։ Նրա պաշտոնավարման ընթացքում շարունակվեց հայկական համայնքի ազդեցության ամրապնդումը քաղաքի հասարակական կյանքում։ Ավելի ուշ նա տեղափոխվեց Հայաստան եւ նշանակվեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար, պահպանելով կապը հայ համայնքների հետ աշխարհի տարբեր երկրներում։ Այսպիսով, 1986-ից մինչև 2026 թվականները վերջին 40 տարիներին Գլենդելի քաղաքապետի պաշտոնը շուրջ 19 տարի զբաղեցրել են հայազգի գործիչներ։ Սա փաստ է, որով ամերիկահայերը կարող են իսկապես հպարտանալ, անկախ նրանից, թե թվարկված գործիչներից անձամբ որին ենք հավանում եւ որին չենք համակրում։ Իդեպ, ցանկն այնքան երկար է, որ մի հաղորդման մեջ անհնար էր բոլորին ներառել։ Այնպես որ շարքի շարունակությանը սպասեք ուղիղ մեկ շաբաթից։
Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով։ Կհանդիպենք վաղը ժամը 5-ին։ Հաջողություն։